Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթ Նեմանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր ինձ հյուր է եկել Լիան։ Ողջույն Լիա, ինչպե՞ս ես։ Բարև, ես շատ լավ եմ։ Ապրես, պատրաստ ես ինձ օգնել։ Այո։ Շատ ապրես։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք շատ տեխնիկաներ, մեթոդներ ենք կիրառում, որպեսզի մեր պարապմունքներն արդյունավետ անցնեն։ Շտկում ենք շատ հնչյուններ, ներմուծում ենք երեխայի բառապաշար բառեր, բայց այս ամենը կատարելու համար մենք երբեմն կիրառում ենք հեքիաթներ, լոգոպեդական հեքիաթներ, որը երեխաներին շատ դուր է գալիս։ Երեխաները չկենտրոնանալով իրենց խոսքի վրա, լսում են հեքիաթը եւ չեն էլ նկատում, թե ինչպես սովորեցին այդ հնչյունը կամ այդ բառը։ Այսօր միասին ես եւ Լիան կպատմենք մի շատ հետաքրքիր հեքիաթ Զատիկի եւ Զմրուխտե զարդի մասին։ Պատրաստ ես, Լիա։ Այո։ Արի սկսենք։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, դու էլ նստիր, հարմարավետ եւ փորձիր մեզ հետ կրկնել։ Գնացինք։ Ահա։ Հեքիաթ Զատիկի եւ Զմրուխտե զարդի մասին։ Մի զորավոր ու զվարթ առավոտ լսվում է մի հետաքրքիր զնգոց։ Արի փորձենք, Լիա։ Փորձիր զնգացնել զանգը։ Ահա, այսպիսի մի զնգոց է լսվում։ Եվ Զատիկն արթնանում է, նայում է իր շուրջը, զարմանում է։ Արի զարմանանք, ինչպես ենք զարմանում։ Ահա, զարմանում է եւ սկսում է փնտրել, թե որտեղից էր այդ ձայնը։ Եկեք միասին փորձենք նմանակել այդ ձայնին։ Ձգում ենք շուրթերը, ցույց ենք տալիս մեր գեղեցիկ ատամները։ Ահա, եւ ասում ենք շշուկով։ Ահա, մեկ անգամ եւս։ Հիմա հավաքում ենք մեր ուժերը եւ ուժգին ասում։ Գեցես, Լիա։ Իսկ հիմա ասում ենք այսպես։ Փորձիր։ Գեցես։ Եվ այդ պահին հանկարծ գալիս է բզեզիկը, Զատիկի ընկերը, եւ ասում. Զատիկ, մեզ ձեր օգնությունն է պետք։ Մենք վստահ ենք, որ դու մեզ կարող ես օգնել։ Զատիկը շփոթվում է եւ ասում. Ինչ է պատահել, բզեզիկ։ Բզեզիկն ասում է. Զատիկ, զորապետի զարդն է կորել, Զմրուխտե կախարդական զարդն է կորել։ Եվ մենք վստահ ենք, որ դու ես կարողանալու մեզ օգնել։ Զատիկը շփոթվում է, հավաքում է իր ուժերը եւ ասում. Այո, ես կփորձեմ օգնել։ Եվ հագնում է իր հագուստը։ Իսկ Զատիկը ինչ հագուստ է հագնում, Լիա։ Կարմիր եւ սև։ Ահա, կարմիր հագուստ է հագնում, պուտիկներն է դասավորում, ձգում է իր մարմինը, բացում թևերը եւ թռչում։ Թռչում է, գնում։ Վերևով պտտվում է, բայց ոչինչ չի կարողանում գտնել։ Իսկ այդ ժամանակ Զորիկ զորապետը դեռ տխուր նստած է լինում։ Եվ որոշում է Զատիկը կրկնել բառեր։ Լիա, կօգնես ինձ բառերը կրկնել։ Գեցես։ Ահա, ես դուրս եմ գրել բառերը, դուք էլ նստեք եւ մեզ հետ կրկնեք։ Ահա, ասում է. Զատիկ, Զատիկ, ահա, զրո, զրո, հազ, հազ, մազ, մազ, երազ, երազ, զմրուխտ, զմրուխտ, գեցես, զանգ, զանգ, ապրես, զարդ, զարդ, զարմանալի։ զարմանալի, Ահա, այս բառերը ասելուց հետո նա սկսում է ավելի լավ պտտվել, ավելի արագ է թռչում։ Գնում է, հանկարծ հանդիպում է երկու բզեզիկների։ Բզեզիկները մոտենում են, փաթաթվում են եւ ասում. Մենք եկել ենք քեզ օգնության։ Եվ ասում են. մենք ուզում ենք,
որ դու կրկնես հետևյալ վանկերը։ Այս վանկերը եթե կրկնես, ավելի հեշտ կգտնես։ Եվ ասում են միասին, ձգում ենք նորից շուրթերը եւ ասում. Զա, Սա, զո, Զո, զու, Զու, զի, Զի, զե, Զե, զ։ Զ, Ահա, հիմա ասում ենք az, Az, oz, Oz, uz, Uz, iz, İz, ez, Ez, ız, Iz, aza, Aza, ozo, Ozo, uzu, Uzu, izi, İzi, eze, Eze, ըզը։ Izı, Շատ ապրես Լիա։ Երեխաներ, կրկնում եք չէ՞ մեզ հետ։ Ահա, կեցեք երեխաներ։ Նորից զատիկը պտտվում եւ հանկարծ տեսնում է, որ իր բոլոր ընկերները եկել են օգնության։ Իսկ ընկերներն առաջարկում էին բառերը կրկնել ծափիկներով։ Լիա, հիմա ասում ենք բառերը վանկատելով։ Դու լսում ես բառը, քանի վանք լինում է, այդքան ծափիկ ես անում։ Լավ, գնացինք։ Դե ինչ երեխաներ, կրկնեք մեզ հետ։ Հիմա ասում ենք 0, Sıra, երազ, Yeraz, կեցե, զանգակ, Zangak, ահա, զմրուխտ, Zımruht, մազ, Maz, կեցե, շատ ապրես Լիա։ Ավելի է ուժեղանում զատիկը, թրջում եւ հանկարծ վերևից նկատում է կախարդական զարդը, զմրուխտե զարդը։ Իջնում է, արագ վերցնում, որովհետև զեփյուռից ընկել էր եւ տերևները փակել էին։ Վերցնում է զարդը եւ գնում է Զորիկ Զորապետի մոտ։ Զորիկ Զորապետը զարմանում է, փաթաթվում է զատիկին եւ շնորհակալություն հայտնում։ Ասում է. Դու իսկապես հզոր ես, Զատիկ, կեցես, ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ։ Ես ուզում եմ, որ այս զարդը հենց դու կրես, դու պահես։ Ինչ ես կարծում, Զատիկը վերցնում է։ Ayo, Ահա, Զատիկը շատ շփոթվում է, զարմանում եւ ուրախանում է։ Վերցնում է զմրուխտե զարդը, ուրախ գնում է տուն։ Գնում է տուն, կախում է մի հարմարավետ տեղում զարդը եւ ամեն անգամ, երբ նայում է զարդին, հզորանում է, ուժեղանում է, ինքնագնահատականն է բարձրանում, հիշում է, որ այդ զարդը գնելիս իրեն օգնել են բզեզիկները, իր ընկեր զատիկները եւ այսպես որոշում է ասել նախադասություններ։ Լիա, կօգնես ինձ նախադասությունները ասենք։ ayo, Ահա, շատ լավ։ Լիա, կրկնենք։ ayo, Ահա, հիմա ասում ենք. Զավենը մարզադաշտում վազում է։ Zavena marjadaştum, vazume, Ապրես։ Զամբյուղում թուզ ու գազար կա։ zamyuhun, tuzu gazarga, Կեցես, Նազիկը զանազան զարդեր ունի։ nazik zanarsart, Զանազան, zanarzan, zarteruni, ապրես։ Թզենու ճյուղին բզես կա։ tuzune, Թզենու tzenu, juhin, բզես, zeska, ապրես։ Այս բառերն ասում եւ պտտվում էր Զատիկը։ Եվ այդ օրվանից, երբ գյուղում որևէ բան էր պատահում, կանչում էին Զատիկին եւ Զատիկը կարողանում էր բոլորին օգնել։ Եվ այդ օրվանից ամեն առավոտ լսվում էր զանգակի զնգոցը եւ բոլորը ուրախանում էին։ Այժմ ես եւ Լիան միասին կխաղանք մի շնչառական խաղ։ Այս խաղի համար մեզ անհրաժեշտ է մեկ անգամյա օգտագործման ձողիկ,
գնդակ եւ այսպիսի դարպասիկներ, որը դուք նույնպես կարող եք պատրաստել երեխաների հետ խաղալու համար։ Այս խաղը շատ սիրում են տղաները, ֆուտբոլասեր տղաները։ Հիմա մենք, որպեսզի ունենանք երկարատև սահուն արտաշունչ, պետք է շնչենք քթով, փչենք այնպես, որ գնդակը մտնի դարպասի մեջ։ Վերցրու Լիա։ Հիմա իջիր մի փոքր, փչիր այնպես, որ Ահա, մեկ անգամ եւս։ Փչիր։ Ուժեղ, կեցես։ Հիմա կարող ես այս մյուս կողմում փչել։ Իսկ դու խաղում ես ֆուտբոլ, Լիա։ Չես խաղում։ Իսկ գնդակով խաղում ես։ Ահա, կարող եք այսպես, եթե չունեք գնդակ այսպիսի փոքրիկ, կարող եք բամբակը կլորացնել եւ բամբակով փչել։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Լիլիթ Մանվերյանն էր եւ Լիան։ Հաջողություն։